Պարոն Քամալյան, այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է եւ անընդհատ խոսվում է, որ պետք է դասեր քաղել պատմությունից, թե ինչու դա տեղի ունեցավ, շատերը քննադատում են այս հարցերը տալու համար, գտնելով որ ամեն ինչ պարզ է, այնուամենայնիվ պարոն Քամալյան 110 տարի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ ինչ դասեր պետք է քաղենք եւ քաղել ենք արդյոք։ Գիտեք, եթե մենք այսօր չունենայինք անկախ պետականություն, այսինքն հայ ժողովուրդը չունենար անկախ պետականություն, այս հարցի վերաբերյալ կարելի է լրիվ այլ տոնայնությամբ եւ այլ ձևաչափի մեջ լինել, բայց քանի որ Հայաստանը արդեն 30 տարի է ունի պետականություն, այսինքն ըստ ամենայնի դասական առումով քաղաքական շահեր հետապնդող ժողովուրդ է, պետական շահեր հետապնդող ժողովուրդ ավելի ճիշտ կլինի ասել, այս պարագայում դասեր քաղելու մասին խոսակցությունների ամբողջ տրամաբանությունը հենց պետական շահերի տրամաբանության մեջ պետք է տեղադրել։ Եթե մենք դա չենք տեղադրում եւ շարունակում ենք պարզապես պետությունը շրջանցելով կրկին պատկերացումները պահել ոչ անկախ շրջանի ժողովուրդների հոգեբանության շրջանակում, այդ դեպքում բնականաբար երբեք էլ դասեր չենք կարողանալու քաղել։ Այսօր Հայաստանը պետություն է, այո, Հայաստանը անկախ է եւ բնականաբար ունի պետական շահեր եւ այդ պետական շահերի տրամաբանության շրջանակում, եթե նայում ենք 110 տարի առաջ տեղի ունեցող իրադարձություններին, պետք է բնականաբար այդ ամենին տրվի քաղաքական գնահատական, եթե չեմ սխալվում 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ցեղասպանության վերաբերյալ տվել է որոշակի գնահատականներ պետական պաշտոնյա որպես երկրի առաջին դեմք տվել է գնահատականներ, ինչքանով ենք մենք համաձայն դրա հետ կամ համաձայն չենք, դա այլ խնդիր է։ Պետք է տրվի քաղաքական գնահատական, որն է այդ քաղաքական գնահատականը, ինչ պետք է սպասել այդ քաղաքական գնահատականից։ Պետք է այդ քաղաքական գնահատականը պետք է տա 1-2 հարցի պատասխան։ Ինչու հայ ժողովուրդը մնաց անպաշտպան եւ ինչու Թուրքիան որոշում կայացրեց, ըստ ամենայնի դա քաղաքական որոշում է կայացրել, ենթարկել ցեղասպանության հայ ժողովրդին եւ նաեւ էթնիկ զտման։ Սա է հիմնական հասկանալիքը, որ մենք պետք է պատմության հետ առերեսվենք։ Մնացած բոլոր խոսակցությունները դրանք ավելի շատ Հայաստանի պարագայում որոշ շրջանակներ քաղաքական, կուսակցական այդ խնդիրը վերածել են կուսակցական դրոշակի եւ կարծես թե թաքնվում են այդ ամենի ետևում։ Պարոն Քամալյան, իսկ մենք հասկացել ենք, թե ինչու մնացինք անպաշտպան եւ ինչու թուրքերը որոշեցին կամ Թուրքիայի վերնախավը որոշեց գնալ այդ քայլին, հանցագործությանը։ Դե հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածը եւ գեոպոլիտիկ զարգացումները այդ ժամանակաշրջանում, առաջին համաշխարհային պատերազմ եւ այդ պատերազմի ընթացքում նաեւ Ռուսաստանի հետ, ռուսական կողմի հետ Թուրքիայի հետ հարաբերությունները եւ հայկական կողմը կարելի ասել, որը այսպես ասած այդ զինված խմբավորումները, ֆիդայական շարժումները եւ այլն, որոնք Թուրքիայի հետ ընդհանուր այսպես ասած դիմակայության մեջ էին մտնել ռուս-թուրքական պատերազմների տրամաբանության մեջ, այդ դեպքում ըստ ամենայնի Թուրքիան որոշում կայացրեց, որ պետք է Օսմանյան Թուրքիան որոշում կայացրեց, որ պետք է ազատվի հայկական հարցից եւ ընտրեց այդ ճանապարհը։ Իսկ մեր անպաշտպանությունը հենց քաղաքական մտքի բացակայությունն էր, աշխարհը ճշգրիտ չընկալելու, աշխարհի ռազմաքաղաքական հարաբերությունների էությունը ամբողջապես չհասկանալու արդյունք էր դա։ Ամբողջ խնդիրը ես գտնում եմ, որ կրկին էլիտաների
մեջ է եղել, էլիտաների մտածողության աշխարհընկալման հետ է կապված եղել։ Պարոն Քամալյան, մի քիչ խորանանք այդ թվականների մեջ։ Չնայած դուք էլ նշեցիք, որ 1915-ին մենք չունեինք այդ քաղաքական գիտակցումը, բայց տեսնում ենք, որ չնայած ինչքան է հիմա փոխադարձ մեղադրանքներ են հնչում իշխանության եւ այսօրվա դաշնակցության միջև, բայց հիշեցնում են նաեւ իշխանությունից, որ 1918-ին օրինակ արդեն դաշնակցական վերնախավը հաշտության եւ անգամ բարեկամության պայմանագրեր էր կնքում Թուրքիայի հետ, նաեւ 1910 Թաթուլ Հակոբյանը գրում է, որ 1965 թվականին ապրիլի 24-ի առավոտյան Թուրքիայի խորհրդանի նախկին հայ պատգամավոր Պերշթուրանի գլխավորությամբ 25-ից 30 պոլսահայեր Թաքսիմ հրապարակում ծաղկեպսակ են դրել Մուստաֆա Քեմալ Ատաթուրքի հուշարձանին, այսինքն մենք դրանից հետո հասկացել ենք եւ այսինքն ռեալ պոլիտիկ դաշտ ենք վերադարձել 1918-ին օրինակ կամ 1965-ին կամ այն ժամանակ, երբ սփյուռքահայ դաշնակցության սփյուռքում գտնվող դաշնակցականները, երբ Հայաստանը խորհրդային միության կազմի մեջ էր եւ նրանք դա համարում էին գաղութացում ԽՍՀՄ-ի կողմից, օրինակ իրենք շատ սուր չէին կպնում Թուրքիային, հասկանալով, որ դա արևմտյան դաշնակից է Թուրքիան եւ պետք չի գուցե այդպես կպնել նրան։ Այսինքն մենք այդ թվականներին ավելի շատ մեր միտքը պայծառ էր, քան օրինակ հիմա է դաշնակցության միտքը հայրատակում։ Մինչև ձեր բուն հարցին պատասխանելը մի բան ես արձանագրեմ, ես մի քանի օր առաջ էլ այդ մասին գրառում էի կատարել, որ ես չեմ կարծում, որ այսօրվա պատմագիտական եւ քաղաքական տեսանկյունից այսօրվա դաշնակցության ինչ որ ընդհանրություններ ունի առաջին հանրապետության ստեղծողների հետ, թե գաղափարական, թե բարոյահոգեբանական տեսանկյունից եւս։ Իսկ ինչու այն ժամանակ ցեղասպանությունից 3 տարի անց պետության հիմնադիրները, առաջին հանրապետության հիմնադիրները նման դիրքորոշում են ընտրել, դա հենց խոսում է պետության արկայության մասին, հա, որովհետև երբ որ դու ունենում ես պետականություն, քո պատասխանատվությունը հենց այդ պետական շահերի տրամաբանության մեջ է գտնվում եւ պետական շահերի գիտակցումն է եղել, որ հայեղափոխական այն ժամանակվա դաշնակցական գործիչները, որ պետության հիմնադիրներ են, փորձել են դիվանագիտական ճանապարհով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել։ Իհարկե նրանք էլ են բազմաթիվ սխալներ գործել, նրանք էլ բազմաթիվ, այսպես ասած, ոչ ռացիոնալ որոշումներ են կայացրել, բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը դա է, ոչ թե պարզապես համարել, որ հայ-թուրքական անտագոնիզմը դա հավերժական է եւ ոչ մի հայ գործիչ, ոչ մի հայ պետական, քաղաքական գործիչ իրավունք չունի Թուրքիայի հետ որևէ քաղաքական առերեսում կամ առնչություն ունենալ, հա։ Սա ավելի շատ այսօրվա դաշնակցության տեսակետն է, որը էականորեն տարբերվում է այն ժամանակվա դաշնակցության տեսակետներից։ Իսկ ընդհանուր առմամբ ինչու դաշնակցությունը այս 100 տարիների ընթացքում այսպիսի մետամորֆոզի ենթարկվեց, որովհետև 1950-ականների սկզբին, երբ Թուրքիան կարելի ասել, այսպես ասած, դարձավ նատոյական երկիր, այսինքն փոխեց իր ռազմաքաղաքական նշանակությունն ու ուղղվածությունը, դա եւս սովետական միության համար շատ ցավոտ հարց էր, որովհետև ՆԱՏՕ-ն կարծես թե դարձավ իրեն անմիջական հարևան այև այդ սահմանում եւ դրա համար 50-ականներից սկսված հայ ժողովրդին կարելի ասել կամաց թույլատրվեց շատ բաների մասին խոսել եւ արդեն 60-ականներին այդ ամենը ավելի արմատավորվեց հայ ժողովրդի շրջանակներում եւ բնականաբար այդպիսի տոտալիտար ռեժիմում, որտեղ գաղափարական դիկտատուրա էր, թույլ տրվեց կառուցել Երևանում ցեղասպանության զոհերի հուշարձան, դա հենց պատահական չէ, հա, եւ հենց այդտեղից դաշնակցության նաեւ տեսակետները սկսեց էականորեն փոխվել եւ արդեն կարելի ասել դա երբ 80-ականների վերջին սկսվեց
Արցախյան շարժումը կամ սովետական կայսրության փլուզման այդ process-ը դաշնակցության էլիտաները կարելի ասել ընդհանուր առմամբ դեմ էին այդ անկախական շարժմանը եւ համարում էին, որ Հայաստանը Ռուսաստանի կազմից դուրս ռուսական ազդեցությունից դուրս չի կարող գոյատևել եւ այսօր էլ ըստ ամենայնի այդ նույն տեսակետն են կրում։ Այսինքն, պարոն Քամալյան, կարող ենք ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր դաշնակցությունը մեղադրում է իշխանություններին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մեջ կամ գոնե ձևի մեջ եւ այն հանգամանքը, որ իրենք կարծես թե շահարկելով բուն խնդիրը, որովհետև օրինակ ցեղասպանությունը ժեղտելու մասին հարցը քրեականացված է Հայաստանի քրեական օրենսգրքում կա այդ մասին հոդված, իրենք նոր օրինագիծ են բերում եւ այսպես լակմուսի թուղթ են սարքել, որ եթե հանկարծ իշխանությունը դեմ քվեարկի, ուրեմն ուրացման քաղաքականություն է որտեղել, այսինքն այս թեման շահարկելով կարելի է ասել, պարոն Քամալյան, որ դաշնակցությունը կրկին այն ոչ թե պետական մտածողություն է դրսևորում, ինչպես օրինակ 1918 թվականին էին տանում մեր առաջին պետության հիմնադիր դաշնակցականները, այլ հիմա արդեն ազգային շահերով է առաջնորդվում, ոչ թե ազգային շահերով, այլ պետության չգոյության պայմաններում կարծես գործեն։ Այս օրինակից ամբողջապես ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ պետք է տեսնել, որովհետև այն ռետորաբանությունը, որ վերջին 5-6 տարիների ընթացքում դաշնակցությունն է եւ դաշնակցության գաղափարներով ազդված մնացած ընդդիմությունը գիտենք, որ հասարակությանը կարելի ասել բաժանում է երկու մասի, թուրքերին հաջող մարդիկ եւ այլն, գիտենք այս ամենը, սա էլ այդ տրամաբանության մեջ է հերթական անգամ, որպեսզի կարողանան այդ ընտրություններից 26 թվականի կարողանան այսպիսի եւս մի հնարավորություն ձեռք բերել, որպեսզի հասարակությանը բաժանեն սևերի եւ սպիտակների այս տրամաբանության մեջ։ Իսկ թե ինչու դաշնակցությունը դրսևորում է ոչ պետական մոտեցում եւ նրանք մի քանի անգամ ասել են, որ շատ ավելի կարևոր է, միգուցե ուղիղ չեն ասում, բայց ընդհանուր առմամբ նշում են, որ շատ ավելի կարևոր են ազգային հարցերը, քան նույն պետական շահերը։ Անգամ 004 հայտնի շրջաբերականում է դրա մասին ասվում, որ այո, որովհետև նրանք կրկին մտածում են, որ Հայաստանը առանց ռուսական ազդեցության կամ ռուսական տիրապետության կամ ռուսական հովանաշությամբ հայ ժողովուրդը չի կարող պետականություն ունենալ, դա ռիսկային է, դա հայ ժողովրդի համար ուժերից վեր է եւ ավելի լավ կլինի լինել ռուսական կայսրության շրջանակներում եւ այդ կայսրության շրջանակներից պայքարել Թուրքիայի դեմ ցեղասպանության ճանաչման հարցում եւ նաեւ ինչքան որ նաեւ Ռուսաստանը թույլ կտա այդ շրջանակում նաեւ պահանջատիրական այդպիսի հարցեր բարձրացնել։ Օրինակ Պարոն դաշնակցության տեսակետը 1990-ականներին, երբ դուք էլ նշեցիք, որ դաշնակցությունը դեմ էր Հայաստանի անկախացմանը, մտածելով, որ Ռուսաստանի ազդեցությունից դուրս Հայաստանը չի կարող գոյություն ունենալ։ Մտածում են, որ դա ռիսկային է։ Այո, ամեն դեպքում այդ ժամանակվա մամուլը ուսումնասիրելով կարելի է հասկանալ, որ իրենք հայկական հարցի, այսինքն թե Արևմտյան Հայաստանի վերականգնման եւ Արցախի հարցի լուծումը գերակա են համարել, քան անկախության հարցը, եւ այդպես ուղիղ էլ ասել են այդ մասին, որ ավելի առաջնային է Արցախի հարցի լուծումը, քան Հայաստանի անկախությունը։ Գուցե հիմա էլ դաշնակցությունը այդ մտայնության մեջ է։ Գիտեք, չեմ ուզում ավելի կոպիտ խոսել, բայց գիտեք, այսպիսի մի զգացում ունեմ կամ այսպիսի մի ընկալում ունեմ դաշնակցության վերաբերյալ, որ նրանք այսպես են մտածում, որ մենք կարող ենք լինել ռուսական կայսրության մաս, որպես աբորիգեններ այս տարածաշրջանում, բնիկներ, էթնիկ բնակչություն, եւ Արցախը եւ ենթադրենք Արևմտյան Հայաստանի
տարածքները լինեն հայկական, այսինքն լինեն էթնիկ հայկական բնակչության համար որպես օրրան, բայց պետություն կարող ենք այս տարածքի վրա չունենալ, մի քիչ բարդ է սա ձևակերպելը, բայց ամեն դեպքում այսպիսին է դաշնակցության տրամաբանությունը եւ դա նոր չէ ձևավորված, դա բավականին երկար տարիներ է եւ նույն այդ անկախության ձեռբերման շրջանում դաշնակցության տեսակետը դիրքորոշումը հենց դա է եղել եւ այսօր էլ է շարունակվում։ Եվ պարոն Կամարյան, վերջում այս 3 տեղի ունեցող հերթական ջահերով երթը, որը արդեն տարիներ շարունակ ավանդույթ է, դաշնակցությունն է կազմակերպում, չնայած ոչ միայն դաշնակցականներն են մասնակցում, հայ ժողովրդի շատ մեծ հատված մասնակցում է այդ երթին եւ այն ավարտվում է դրոշը Ադրբեջանի եւ արդեն Թուրքիայի հակառակը Թուրքիայի եւ արդեն Ադրբեջանի այրելով եւ հազվադեպ չի լինում, որ պարոն Քամալյան այդ ակցիան քաղաքականացվում է, հիշում եք անցած տարի Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մասնակցեցին անգամ, այս տարի նրանք չկային, բայց կարծես կրկին քաղաքական ակցիայի է վերածվում, սրա մասին ինչ կասեք։ Ես ջահերով երթերի կամ նման միջոցառումների դեմ չեմ, հա, հիշատակի օր է եւ ցանկացած հայ իրավունք ունի իր նախնիների հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ կազմակերպի օրենքի շրջանակներում։ Այստեղ իմ խնդիրը հետեւյալի մեջ է, որ ես կողմ կլինեմ, որ նմանատիպ միջոցառումները կազմակերպեն հասարակական կազմակերպություններ, ուսանողական խմբեր, ակադեմիական շրջանակներ, լրագրողական հանրություն, հա, այս պարագայում սա շատ ավելի համազգային նշանակություն կստանա, բայց երբ որ այսպիսի միջոցառումները կարելի ասել կազմակերպվում է մեկ կուսակցություն կամ ինչ-որ մի շրջանակ, որը քաղաքական շահեր հետապնդող է, այս պարագայում կարելի ասել դրա նշանակությունը նվազում է եւ հատկապես երբ որ այդ հարթակներից հնչում են ներքաղաքական բնույթի բովանդակության ելույթներ եւ այլն, դա այլևս չի կարող համազգային նշանակություն ունենալ։ Եվ այստեղ մենք եկեք ճիշտ հասնենք, ոչ թե խնդիրը ջահերի երթն է, այլ այդ ջահերի երթի կազմակերպման մեթոդներն են, որոնք կրկնում եմ քաղաքականացված է, կուսակցությունը ակնհայտ զբաղվում է կապիտալիզացրել է կարելի ասել այս միջոցառումները դարձնելով իր համար քաղաքական դրոշակ։ Սա ոչ բարոյական տեսանկյունից էլ է մերժելի եւ նաեւ ընդհանուր ժողովրդի հոգեբանության տեսանկյունից էլ շատ մարդիկ կարող են կուզենան մասնակցել, բայց լսելով որ դա, ասենք, դաշնակցական գործիչներն են կազմակերպում, կարող է խուսափեն, հա, ոչ թե խնդիր են տեսնելու, որ այդ միջոցառումն ասել, պարզապես չեն ուզում մասնակցել եւ դառնալ այդ կապիտալիզացիայի մաս դաշնակցության այդ կողմից վարվող։ Շնորհակալ եմ, պարոն Կամարյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։